Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Բարև ձեզ ընկերներ, գործար ալիքի եթերում ապակենտրոն պոդքասթն է եւ ձեզ հետ է Մայիս Մարկարյանը, շարժվեցինք առաջ։ Թալին ջան, ողջույն, շնորհակալություն, որ հրավերս ընդունեցիր, ոնց ես։ Ողջույն Մայիս ջան, մերսի, շատ լավ եմ, դու ոնց ես։ Մերսի, շնորհակալ եմ։ Դու որտեղ ես հայտնվել, ինչու ես հայտնվել, ինչ ես անում, ոնց ես զգում, ավանդական սկզբնական հարց։ Ես հիմա հայտնվել եմ Վանաձորում, աշխատում եմ Դեպետում, քաղաքի Smart կենտրոնում, հայտնվեցի Վանաձորում հենց աշխատանքի ոնց որ պատճառով շնորհիվ բարերի կապակցությամբ, Վանաձորում լավ է, հետաքրքիր է, բավականին հանգիստ է, ինձ այդ մասով շատ դուր է գալիս, միշտ ուզեցել եմ ինչ-որ պահի կյանքում հենց Վանաձորում հայտնվեմ, որտեղ այն քիչ համեմատաբար մեծ քաղաքներից է Հայաստանում, որտեղ հոսող ջուր կա, ու այդից ոնց որ դուր է գալիս, մոտակայքում էլի։ Հոսող ջուր, ինչ հետաքրքիր է, այդպես բան չի լսել, որ շեշտը Հա, չգիտեմ, ինձ դուր է գալիս, որ քաղաքների մոտիկ տենց ջուր է լինում, որտեղ այդ հետը կարողանում ես հեշտ գնաս, մի քիչ տենց նստես, բան հանգստանաս, չգիտեմ, այդ իմ համար տենց մտքի հանգստության բան է, ու տենց այդպես միշտ մտածել եմ կարելի է փորձել տեսնել Վանաձորում ոնց է կյանքի, հիմա այդ փորձում եմ էլի։ Ես մի առավելության մասին առաջ անգամ եմ լսում։ Թալին, գիտես, ինչ հարց է ինձ անդադ հուզում, անցած հաղորդման հյուրին եմ, Մելինին եմ հարցրել, արդյոք Վանաձորը զգում եք, որ երիտասարդական քաղաք է, թե չէ։ Իսկ Վանաձորի ինչ-որ հատվածներ կամ Վանաձորում կատարվող ինչ-որ բաներ տենց երիտասարդական են, քաղաքում ընդհանուր որ անկեղծ ասեմ, քաղաքը ընդհանուր ես դեռ շատ դժվար եմ փորձում կարողանում բնութագրել, ճիշտ է արդեն 6 ամիս է ստեղ եմ, 6 ամի ոնց է աշխատանքիս գրաֆիկն եմ տեսա, որ 8-ին եմ աշխատանքը վերջացնում, իսկ 8-ից հետո ստեղ տենց այդքան էլ բան չի կատարվում, ես այդպես շատ չեմ կարողանում դրանից հետո ոնց որ դուրս գալ, որ հասկանամ էլի ընդհանուր, բայց Վանաձորում ինչ-որ բաներ կան, տենց չգիտեմ, բուն կա եւ բուի շուրջ հավաքված ինչ-որ համայնք կա, ինչ-որ ապարելու նոր տեղ եմ գտել, դեռ չեմ հասցրել գնամ, բայց գտել եմ սպորտի եմ գնում։ Ինձ էլ կասես, Հա, անպայման։ Սպորտի եմ գնում, հետաքրքիր է, ինչ-որ տենց մարդկանց հետ շփվում եմ, բան։ Ինձ թվում է ոնց որ կա պոտենցիալ, ինչ-որ ավելի տենց հետաքրքիր կյանք ստանալու, ուղղակի դե զուտ տանում մի քիչ ավելի ժամանակ եւ էներգիա, քան կտաներ այլ քաղաքներում, կամ եթե ավելի կոնկրետ քան կտաներ Երևանում, բայց որ ասեմ ընդհանրապես հնարավոր չի, տենց էլ չի էլի։ Հետաքրքիր է, որովհետեւ կարող է ես ինչ-որ կանխակալ եմ, բայց ինձ ինքան sense պայծառ երիտասարդներ են հիմա շրջապատում Վանաձորից եւ вообще Լոռիից, որ ես հարցս տալիս եմ, հետաքրքիր է ուրիշների մոտ ոնց է, ու անդադ ավելանում են, ընդ որում իրար հետ են ծանոթացնում, դա քեզ հետ էլ եմ նոր ծանոթացել։ Այո, Թալին ջան, իսկ ինչ էսպես խոշոր փոփոխություններ ես զգում տեղափոխությունից հետո, ինչն է ուրիշ, ինչն է լավ, ընդգծված, ինչն է ընդգծված վատ գուցե։ Ակնհայտ բաներից սկսեմ, մի քիչ տենց բան տրիվալ կարող է թվան, բայց առաջին մի շաբաթում զգացի թե կյանքը ինչքան ավելի էժան է այստեղ ու այդ ինչ-որ փոփոխություններ, որին ես տենց չէի սպասում, ինձ չէր թվում, որ այդքան տարբերություն է տալու ամեն ինչ, ու այդ ոնց որ դե զուտ տնտեսական տեսանկյունից շատ հարմար ոնց որ որոշում է, բայց եթե անցնեմ ավելի տենց անձնական բաներին, ինձ օրինակ Վանաձորի տեմպը որպես այդպեսին շատ է դուր գալիս, իմ համար Երևանը արդեն շատ է։ Դե ես Երևանում չէի ապրում, իրականում ապրում էի աշտարակում, բայց ամբողջ աշխատանքս եւ ընկերներս ու անելիքներս ոնց որ Երևանում էին, ու դե աշտարակը մոտիկա էլի մեքենայով գնում գալիս էի շատ։
ու Վանաձորի տեմպը որպես քաղաք իմ համար շատ հարմար է, որտեղ ոնց որ ես որ դուրս եմ գալիս օրինակ տնից ինչ որտեղ քայլելու, ինձ չի թվում, որ ես պետք է ամենտեղ շտապեմ։ Եթե ես ոնց որ չգիտեմ, մեքենայով տեղ եմ գնում, ես կարիք չունեմ 25 րոպե կամ 20 րոպե իմ ժամանակի վրա հավելելու, որովհետև ամենայն հավանականությամբ բան չի լինելու, հանգիստ նստելու եմ ինչ որտեղ գնեմ։ Մյուս բանը, որ ինձ շատ է դուր գալիս, իհարկե Հայաստանը փոքր է եւ եթե մեքենա ունես, այդ շատ հասանելի բան է, բայց ոնց որ Վանաձորը շատ մոտ է բնությանը, ոնց որ տենց ահա որ ասենք 30 րոպե հեռավորության վրա լիքը սիրուն տեղեր, լիքը հետաքրքիր գնալու զուտ բնության տեսանկյունից քայլելու համար, արշավելու համար, այդ տեսակ բաները Վանաձորին շատ մոտիկ են, այդ ոնց որ ահա որ հարմար է, նույնիսկ եթե ոնց որ շաբաթվա կտրվածքով ես այդ հնարավորությունից չեմ օգտվում, ինձ հավես է, որ ես մտքում գիտեմ, որ այդ իմ համար տենց հասանելի է, այդ իմ կողքն է, հատկապես հիմա գարուն է, ես ոնց որ աշնանը տեղափոխվեցի ու հետո էր ձմեռ էր, բայց հեսա գարուն է ու այդ ոնց որ ինձ շատ ավելի հավես բան է, էլի գարնանային հնարավորություններ է բացում այդ մասը։ Իսկ հիմա տենց մեծ այս կարևոր բաները դրանք են։ Ընտիր, իսկ դες մեծ եւ աչքին կնող անհարմարություններ չկան։ Դե ինձ թվում է այս մենք քեզ այդ մասին նախկինում էլի խոսել ենք իրականում ինձ մի քիչ դժվար է տրվում այստեղ մարդկանց հետ ծանոթանալու զուտ որտեվ կոպիտ ասած քանակային ավելի քիչ բան է կատարվում իմ կողքերը եւ ոնց որ հավանականությունը որ կատարվողի օրը ժամը եւ իմ գրաֆիկը եւ անելիքները կբռնեն ավտոմատ ավելի փոքր է, որտեղ տենց բաների քանակը ավելի քիչ են, իսկ որ տենց բաներին քիչ եմ գնում, մարդկանց հետ ծանոթանալը ինձ դժվար է, չնայած այս վերջերս հասկացա, որ զուտ պետքա բանը, եթե օրինակ Երևանում տենց էի մարդկանց հետ ծանոթանում, այդտեղ պետքա ծանոթանալ ուրիշ մարդկանց միջոցով։ Այն օրինակ այնից մեկը ասեց, հա, գիտես, Վանաձորում այս մարդկանց եմ ճանաչում, ուզես ուղարկեմ ոնց որ ծանոթանաս իրանց հետ Սի հա, օքեյ, ուղարկի ծանոթանամ, տենց էջեր ուղարկել, հա պիտի գնամ, շատ ավելի ոնց անհատական մակարդակում է այդ բանը ծանոթությունները գնում, որը ունի երևի իր եւ լավ եւ վատ կողմերը, էլի, ու ինձ թվում է բանի մտածելակերպի մի քիչ տարբերություն է, էլի, որ դու մարդու հետ ծանոթանալու համար անհատապես մարդու հետ ծանոթանում ես, ոչ թե ասեք գնես ինչ-որտեղ տեսնես ինչ որ հարմար իրավիճակ կստեղծվի, ինչ որ մարդկանց հետ ծանոթանաս, թե չէ, էլի այդ մասով զուտ նաև ինքս ինձ եմ էլի փորձում բան անեմ, որ օքեյ, դե հիմա էլ սա է, հետո փորձում եմ ինքս ինձ հիշեցնեմ, որ իրականում օրինակ, եթե ժամանակին Գյումրին էլ էր 2 ժամ հեռու, Վանաձորն էլ էր 2.5 ժամ հեռու, Դիլիջանն էլ 1.5 ժամ հեռու էր, հիմա այդ բոլորը իզից կես ժամ հեռավորության վրա են, ոնց որ Վանաձորից Գյումրի կամ կես ժամում գնամ, Վանաձորից Դիլիջան կամ կես ժամում գնամ, ու ոնց որ հնարավոր համայնքը կարա ավելի աշխարհագրորեն ընդգծվի։ Իհարկե, օրինակ ես չեմ մտածում, որ ես Ստեփանավանում եմ ապրում, ես մտածում եմ, որ Վանաձորն էլ է մերը, Արբանյակն է, այդ իմ ընտրությունն ավելի խախանդ տեղ լինել, ըստ կարիքի ավելի ոչ խախանդ տեղ հայտնվել եւ չեմ մտածում, որ Վանաձորում չեմ։ Հակառակը կարծես մեր մայրաքաղաքը լինի, իսկ Գյումրի Դիլիջանի մասով ես էլ եմ մտածել, ասեմ ավելին Թիֆլիսն էլ գումարի։ Որտեվ այո, այս քաղաքները Վանաձոր, Ստեփանավան ուղիղ կարծես երկու մայրաքաղաքների եւ երկու օդանավակայանների մեջտեղում լինեն։ Այն որ այդ օդանավակայանների պահը իմ համար տենց բաներ էլի, տենց բռնեցի դիքերա, երբ որ Իսրայելից Հայաստան տեղափոխված մի հատ մարդ, ով իդեպ էլի Ստեփանավանի գյուղեր է գալիս, ասած շատ եմ սիրում ճամփորդել։ Ինձ պետք էր երկու օդանավակայանի արանքում գտնվել։ Երկու Թիֆլիսի եւ Երևանի։ Իսկ բանը Գյումրիի հետ Վանաձորը կարծես բավարարում է մեր ընտանիքի կարիքների 95%-ը մշակութային, կրթամշակութային, ժամանցային ամեն ինչի ու ասենք այդ իվենթների միջոցառումների խտությունը եթե հանկարծ ուզենաս վերահսկես ամեն օրվա վրա մի քանի հատ բան կգումարվի էլի ասենք քու քաղաք Վանաձոր, Դիլիջան, բան,
Այ օրինակ մեր մոտից Վանաձոր 30 րոպե է, Դիլիջան 1 ժամ, Իջևան ժամուկից, Գյումրի 40-45 րոպե, Վանաձորից մի 10 րոպե էլ քիչ, չէ, Գյումրի 55 րոպե երևի, հա, Ստեփանարանից 55 րոպե, ամեն դեպքում շատ լավ է։ Իսկ օրինակ Երևան 2 ժամ։ Ну, այս նույնն ժամ 50 րոպե ավելի ճիշտ։ Դե բարձր չէ, որ բացի բարեկամներից եւ ինչ-որ հատուկ ընկերների առիթներից մնացածը կարելի է բավարարել։ Առևտուր, այս կարծես վատ չի։ Գիտես բանը, դե ես ոնց որ Լիբանանում եմ ծնվել եւ ոնց որ ընտանիքիս հետ շուտ ենք տեղափոխվել, ես փոքր էի էլի, բայց որ նոր էինք տեղափոխվել, հիշում եմ ծնողներս հաճախ էին ասում, մենք տեղափոխվել ենք, մենք էլ հետ չենք գնալու, ոնց որ մենք հիմա ստեղ ենք, կյանք կառուցում, դե իհարկե երկիր փոխելը մի քիչ ուրիշ է, բայց այդ բանի մտածելակերպի հարցն է, որ լավ վերջ, ես հիմա արդեն փորձում հասկանամ այս տարածքում իմ կարիքները ոնց են բավարարում, քան ասենք, հա, օքեյ, ես ինչ բանի ինձ Երևանում դուր էր գալի կամ շաբաթը մեկ գնամ Երևան, որտեվ մեծ հաշվով շաբաթը մեկ ոչ մեկ չի գնալու Երևան, եւ ոնց որ բանա, տրամադրվածության եւ ընտրության հարցը ինչ որ չափով էլի, այսինքն որոշել, որ օքեյ, ես ինչ բանը ինձ դուր էր գալիս, ստեղ կարողանում եմ նմանատիպ բան ստանամ, ոնց եմ անում, որ ստանամ, կարող է ուրիշ է, բայց ոնց որ հնարավոր է, բայց ինչ որ գործընթաց է, էլի։ Հա, շատ հետաքրքիր բան ասեցիր, այդ տրամադրվածությունը ստիպում է, օրինակ, արդարացումների դաշտից տեղափոխվել հնարավորություններ փնտրելու դաշտ, հա, այսպես բանը փոխվում է։ Իդեպ որ ասեցիր տեղափոխվել, հիմա այս անշարժ գույքի շուկայում եկամտահարկի օրենքը թողել են մարզերում։ Ես շատ հույս ունեմ, որ դրա արդյունքում առնվազն երկրորդ, երրորդ կամ չորրորդ քաղաքներում, չորրորդում, եթե հրազդանում սկսվել է, այդ հաստատ գիտեմ, նորակառուցքի, առաջնային շուկայի բնակարանների ու կառույցների պահանջարկ եւ Վանաձորում էլ կսկսեն նորակառույցներ պատրաստել։ Կարող է այդպիսի լուր ունես եւ եթե չունես, ապա պատրաստվում ենք արդյոք մենք, ովքեր այսպես աշխատավարձ ենք ստանում, հարկեր ենք վճարում, մարզերում տուն գնել, որտեղ Երևանում այդքան էժան եւ այդքան գրավիչ չի լինելու, հաշվի առնելով եկամտահարկի պահնել, էլի։ Ինչ մտքեր ունես այս մասով։ Ինձ թվում է վերջերս Երևանում եկամտահարկով էլ առանձնապես էժան չէր, բանը այդ վերջի մի տարին հատկապես էլի։ Իրականում մի քանի 2 տարի առաջ էր թե երբ էր ես տենց մտածում էի այդ ժամանակ տուն գնելու մասին ու տենց ընկած ման էի գալիս, որ մարզում կա տենց նորմալ նորակառույց, որը Դիլիջանը չի, ոչ թե որտեղ Դիլիջանը չեմ սիրում, այլ որտեղ ոնց որ Դիլիջանում ամեն ինչ շատ տենց ներկայացվել որպես սա տունն է, որ հետո կարող ես վարձով տալ բան տուրիստներին, բան ինչ որ հանգստացողներին, ես չէի ուզում ոնց որ տենց տուն առնեի, մտածում էի իմ համար եմ ուզում տուն առնեմ, բայց չէ, այն ժամանակ Վանաձորում կարծեմ մի նորակառույց էի գտել, Գյումրիում էլ 1 թե 2-ը, բայց այդ վաղուցվա բանն եմ ասում։ Այս բայդրությամբ ոնց որ իմ կյանքի ուղղությունը մի փոքր փոխվել է, այս փուլում դեռ այդ չէ, դրա մասին չեմ մտածում, բայց ինձ թվում է եթե առնելու լինեի էլի, ոնց որ ժամանակ ապրում էի դե Երևանի մոտիկում, եկա չէի ուզում Երևանում առնեի, հիմա էլ ավելի շատ ինձ թվում է չեմ ուզում։ Հարգելի ընկերներ, Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու։ Տրեհարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմ-արդեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Ինձ թվում է հաճելի է Երևանին մոտիկ լինելը։ Սուտ ինչ-որ տարբեր բաների հետ կապված ծնողներս էլ են այնտեղ մոտիկ ապրում եւ այլն եւ այլն։ Բայց երկարաժամկետ տենց ես աշխատանքի մասով եթե միշտ կարողանամ նենց անեմ Երևանում չլինեմ, ես կնախընտրեմ Երևանում չլինեմ։ Ինչ ենք անում, որ նորակառույցներ ստեղել հայտնվեն, շատ վստահ չեմ։ Ինձ թվում է այս բայդրությամբ ես անձամբ սպասում եմ այս
բոլորը հասկանան, որ Երևանում են չեն կարող ակառիթներ սարքեն, ու տեսնենք տակը, որ կազմակերպություններն են մնում, որ դեռ կարողանում են ինչ-որ բան պատասխանել, դեռ Երևանում լիք տարբեր տես կառուցապատողների հետ ինչ-որ տարբեր խնդիրներ են։ Արարատի Արմավիրի մարզում մարզ կենտրոններում սկսվել են, Հա, Ազդանում կա, Սևանում էլ կա, Սևան ըհը, քաղաքում։ Պետք է ասա, որ Սևան քաղաքը համարվում է Երևանի մոտիկ, որովհետև այդ լայն եւ Տանի հաշվին, հա, հա, կարծեմ 40-45 րոպեում մտնում ես ըհը, Երևան, արդյունքում նույնիսկ այդտեղ պահանջարկ կա եւ նորակառուցներ են։ Ես հիմա ոչ թե արդեն հեռավորության պարամետրով, այլ խոշորության պարամետրով, որտեղ շատ լավն է Գյումրի Վանաձոր, ես սրտի թրթերով սպասում եմ, որ այստեղ պահանջարկ գոյանա, որտեղ ամեն դեպքում Չարենցավան, Սևան, Արմավիր չես կարող համեմատել Վանաձորի եւ Գյումրու հետ, ասենք ամեն դեպքում հսկա հա, ենթակառուցվածքներ են հա, եւ ինչու՞ չէ հա, լավ։ դե բայց ինձ թվում է քո ասացի տրամաբանությամբ հիմա հիմնականում Երևանին մոտիկ տեղերում է դա զարգանում, որ Երևանում չի գնել, բայց ուզում է մոտիկ լինի, բայց դեռ ուզում է եկամտահարկող բան, ավելի շատ այդ հաշվարկով։ Իրական դե օբյեկտիվորեն քանակները շատ տարբեր են, էլի մարդկանց բնակչության այդ տարածքներում եւ բանում։ Իմ համար օրինակ այսօր տեղափոխվեցի ստեղ ու տեսա, որ այսինքն չեմ հենց պետական վիճակագրության չեմ ստուգել, բայց Google-ով որ նայեցի, ասում էր Վանաձորում 75,000 մարդ է ապրում, այդ թիվը իմ համար տենց բաներ էլի, ինչ-որ բաներ կա, որ մտքում գիտես, որ Երևանից դուրս, բացի Երևանը շատ կենտրոնացած է եւ Երևանից դուրս շատ ավելի քիչ մարդ է ապրում, բացի մտքով այդ գիտես, բայց մեկ-մեկ տենց բախվում ես կոնկրետ թվերի կամ կոնկրետ իրավիճակների այդ տարածքում, ասում ես, վաու, ես ոնց որ իսկականից էլի ոնց ենք դրան հասել, ինչի ասած եղել։ Հա։ Այո։ Գուցե կրկին կանխակալ եմ, բայց նկատում եմ, որ մեծ շատ հետաքրքիր գլուխ բարձրացնող միտում եմ նկատում, որ երիտասարդները երևի ավելի 30-ին մոտ երիտասարդները, հա, երբ որ իրանք իրենց մտքերում բալանսի են հասնում, սեփական կարծիք են ձեռք բերում, ինչ որ կարողանում են ինքնուրույնանալ, ինչ որ գործոններից ազատվել, հա, կապող գործոններից, շատ են սկսել նայել դեպի մարզեր։ Օրինակ, ես ոդքասթի wait list-ը, սպասման ցուցակը, հենց այս պահին 20-ից ավել է ու ինքը անդադ ավելանում է, էլի, որովհետև ամեն հյուրը մի հոգու տեղից տալի, օրինակ նախորդ հյուրը նույնիսկ Հնդկաստանից Վանաձոր տեղափոխված ընտանիքի մատնացույց արել։ Ու երիտասարդներ են աշխատանքով կամ սեփական պրոյեկտներով, այս երկրորդը вообще է ուրախացնում, որովհետև ըստ էության աշխատող պրոյեկտներ են բերում, գումար են բերում եւ աշխատատեղեր են ստեղծում։ Ու գիտես ոնց, հա, արդեն զգացողություն կա, որ դու ոչ թե ինչ-որ տարօրինակ ես, առնվազն ինձ մոտ այդ հաստատ կա եւ ես արդեն համոզված եմ, որ այդպես է, ուղղակի դեռ շատերը որ այդպես չեն հանդիպել այդ տեսականում, կարող է եւ այդպես ստացան։ Առնվազն ինձ մոտ արդեն հստակ զգացողություն կա, որ ոչ թե մենք մենակ ենք, այլ մենք նորաձևություն ենք թելադրում։ Իսկ դա շատ կարևոր նարատիվ է, հա, եթե դա դառավ մոդայիկ, մասաների մեծ մասը ձգտելու է մոդայի հետևից գնալ։ Իսկ ինչու ոչ, եթե դա աշխատում է, հա, եթե դա աշխատում է, ինչու ոչ։ Չէ՞ որ հազարամյա ուրիշ նարատիվ մեր վրա են աշխատացնում, ահա։ Չգիտեմ, այդ մենակության զգացողություն չկա, հակառակը զգացողություն կա, որ մենք նորաձևություն ենք թելադրում, մենք անկախ ենք, մենք ճկուն ենք եւ գուցե եւ մենք պետքա միավորվենք ավելի ուժեղացնենք այս նարատիվը, այս ոդքասթն էլ դրա ճանապարհին քայլ է, էլի։ Ինչ կասես։ Հա, ինձ թվում է այո, ոնց որ ինձ թվում է մարդիկ ովքեր որոշումը կայացնում են, այդ որոշումը կայացնում են բավականին, հատկապես այն մարդիկ ովքեր ընտանիքներով են տեղափոխվում, այսինքն իմ համար ես նաև այդ գիտակցությունը ունեմ, էլի ես մենակով եկել տեղափոխվել եմ, ես ունեմ հնարավոր բոլոր ոնց որ բաները, անգլերեն ասած safety net-երը, էլի, այսինքն մի բան չստացվի, ես միշտ կարամ հետ գնամ, բայց նենց չի այդ մտքով եմ տեղափոխվել, բայց ոնց որ
Ես մենակով ինքս իմ համար այդ որոշումը կայացրել եմ, ինձ պետք չէր մտածել մանկապարտեզի դպրոցի ամուսնու աշխատանքի եւ այլ ինչ որ այդ տեսակ բաների մասին, բայց հատկապես այն մարդիկ, ովքեր տեղափոխվում են ընտանիքով, այդ հաստատ ոնց որ իրենց մոտ շատ գիտակցված որոշում ա կայացում եւ ես հասկանում եմ դա շատ տարբեր պատճառներ, որոնք տանում են դրան, էլի, սկսած օդի մաքրությունից վերջացրած զուտ մարդու նախընտրություններից, հատկապես եթե ինչ որ պրոյեկտ են ուզում անեն, դրա հնարավորությունները հիմա հաստատ մարզերում շատ ավելի շատ կան, կամ եթե աշխատում ես ոնց որ ֆրիլանս կամ առցանց կարող ես ոնց որ շատ ավելի հեշտ այդ բանը անել, տեղափոխությունը անել, բայց ոնց որ ես էլ կուզեի, որ ոնց որ այդ ինձ մի ժամանակ նեղում էր, երբ որ մարդիկ մարզերում ապրող մարդկանց մասին խոսում էին որպես բան, այսինչ sacrifice են արել, էլի, վայ, իրանք կյանքի եսիմ ինչը թողել են, գնացել են, Զոհաբերել։ ավելի լավ, հա, ինչ որ զոհաբերություն են արել, գնացել են, արդյոք ինչ որ բաներ էս կողմ են կողմ ա լինում, հա, բայց ոնց որ ինքը տենց բան չի, էլի, իսկ շատ ավելի լուրջ զոհաբերություններ կան, որ մարդիկ անում են իրանց ընտանիքների կամ իրանց երկրի համար, ու այս ինձ թվում է այդ նարատիվը, որ էլ չդիտարկվի որպես զոհաբերություն, այլ դիտարկվի որպես շատ լավ հնարավորություն քո համար, քո ընտանիքի համար, քո շրջապատի համար, այդ ոնց որ շատ հավես ու շատ կարևոր բան կլինի, էլի, ու հաստատ դրա հաշվին շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն, թե ինչքան հավես բաներ կարելի է անել կամ կարան լինեն։ Ես մի հատ այսպես խոստովանություն անեմ, այդ բանը կար, այս մայիսը զոհաբերությունն, ու դա ինձ դուր էր գալի, այսինքն ոչ թե այն իմաստով որ բան, այլ ինձ որ հերոսացում էր տեղ ունում, ես ասում էի, ասենց էգոն շոյում էի, հələ մի հատ էլ ավելացնում էի եւ դիքավորվում էի, բան, հələ տեսեք սաղիդ գրել եմ, ես ոնց որ խոսքից անցագործի բան, բայց ժամանակի հետ ասում ես, հələ մի րոպե ինչի վրա ես կենտրոնացել, հələ կանգնի, վայելի, հələ հասկացի, ինչքան լրություն կա, ինչքան կենտրոնացում կա, ինչքան լավ մարդ կա, ինչքան կառավարելի է քո կյանքը, հա, այսինքն քո ձեռքերում է։ Մյաց գա ու կենտրոնացա վայելելու վրա ու սկսեցի քիչ խոսել։ Երբ որ սկսեցի քիչ խոսել, արդեն հասա ներդաշնակության, հա, ոնց որ ու պարզվեց այդ ժամանակ ավելի շատ են նկատում քո ներդաշնակությունը, ավելի շատ են խոսում, հա, հիմա զանգում են, ասում են, այն օրը ես, Կարենը, Պողոսը, Պետրոսը միասին ասում ենք, մայիս տեղափոխվել է, կամ ասենք մի հատ ուրիշ հետ կարծիք եմ լսում, ասենք մի հատ անկերագրում ասում ես, կողքից նայում եմ, դու ին վրա ներդաշնակ մարդու տպավորություն ես թողնում, բան, համ գնացել ես, համ բան, շատ հետաքրքիր է, էլի դա, ու իրականում կներես, իրականում շատ լավն է, էլի ես կյանքը, նայ, մարզերում աշխատատեղն են խնդիր, եթե մարդ այդ հարցը լուծում է, ասած քեզ առնվազն նոթբուքով, հիմիկվա գործարանները նոթբուքներն են, էլի, նոթբուքով գալիս ես, իրոք ախր շատ լավն է այս կյանքը, ստեղ խղճալու բան չկա, ստեղ նախանձելու բան գուցե կա, էլի, ինչքան լավն է այս կյանքը, չխորանամ մի ուրիշ անգամ, բայց այդպես է, երևի թե աշխատատեղերի հարցը, որ կսկսեն մարդիկ նկատել էլի այս պլյուսները։ Հա, ուզում եմ ասել, գիտես, շատ նման է բանին, մի քանի այն ժամանակ, երբ որ մենք տեղափոխվում էինք Հայաստան, իմ տնեցիքի հետ էլ այդ բանը շատ պատմում, ոնց է գնալու Հայաստան, ինչ է կանելու Հայաստանում, անելու բան կա Հայաստանում առհասարակ, վայ, հա, դուք տենց շատ հայրենասեր եք, որ գնում եք Հայաստան, բան ինչ որ սենց, ու դա ամբողջը տենց բանի տակ էր, որ դուք զոհաբերություն եք անում, որ դուք գնաք, որտեղ դուք այդ երկիրը տենց շատ եք սիրում, ու էլի իմ ծնողները շատ են սիրում, ոնց որ Հայաստանը դրա մասին չի խոսքը, բայց ինձ թվում է ժամանակի մեջ նաև դրա հետ կապված ոնց որ նարատիվը փոխվեց, էլի, այսինքն Սփյուռքից տեղափոխվում են Հայաստան, էլի ինչ որ բաներ պակաս հասանելի են, քան օրինակ կարող է, եթե Ամերիկայից են տեղափոխվում կամ Ֆրանսիայից են տեղափոխվում, բան չկա, համաձայն եմ, բայց ոնց որ մյուս կողմից էլ դրա դիմաց ինչ որ բաներ կան, որ մարդկանց իրոք դուր են գալիս եւ իրանք դրանք ընտրելով են տեղափոխվում։ Ու ինձ թվում է այդ ընտրության վրա շեշտադրումը տենց ահագին եղանակ է փոխում մարդկանց մոտ, որտեղ այդ դեպքում կենտրոնանաս նրա վրա, թե ինչն է քեզ դուր գալիս ու ինչի վրա է, ինչն է պլյուս, քան ինչն ես դու բաց թողնում ու ինչն ես դու կորցնում, եթե ոնց որ այդպիսի կան։ Հա,
չթավեսա ոնց որ նայ համ նարատիվն է փոխվում, համ մենք ենք այդ ոնց որ բան անում էլի, դրան էլ շատ չենք նայում։ Ես հիմա օրինակ այտենց ինչ որ բաներ կան լավ են իմ համար, ինչ որ բաներ կան վատ են իմ համար, բայց չեմ նայում էլի, որ այտենց օй ճակատագրական քայլ եմ կատարել, եկել եմ, վայ ես ինչ լուրջ բան եմ արել, բան այտենց եկա, արդեն ժամանակի մեջ երևում է էլի, ոնց է դասավորվում ամեն ինչ իմ կյանքի մեջ այստեղ էլի։ Շատ շնորհակալ եմ։ Վերջին հարց տամ, ամեն դեպքում, եթե պատկերացնես այն մարդիկ, ովքեր լսում կամ դիտում են մեզ, ով այդպես քորագալ էլի ձեռքերը, այնց մտովի համարյա մի շատ են մոտեցել, մի ոտով ուզում են փորձեն, հա, բայց այդ վերջին համարձակությանը չեն գնում, որ փորձեն էլի, փորձեն մի հատ ապրել կամ տեղափոխվել, ինչ խորհուրդ կտաս դու իրանց, ունես խորհուրդ տալու բան եւ ինչ խորհուրդ կտաս։ Եթե իմ տեսեն, չունեն իրանցից կախյալ շատ արտաքին բաներ, դուք կասեի կարելի է ժամանակավոր փորձել ու տեսնել ոնց է։ Իհարկե հասկանում եմ, որ ժամանակավորի դեպքում մտածելակերպը ուրիշ է, միշտ ասում ես, հեսա հեկա հետ եմ գնալու, ես ինչ բան ես կանել են, չի, բայց հետ հեսա հետ գնամ, բայց ոնց որ գոնե մի քիչ փորձել տեսնել օրվա կտրվածքով քեզ դուր է գալիս այդ ինչ տեղում ապրելը, ոնց որ որտեղ շատ հաճախ ես առաջին անգամ մի ամսով մի քանի տարի առաջ գնացել էի Օձունից էի աշխատում ու այդ ժամանակվանից մեջս տենց պտտվում է որ օ ես ինչ լավ էր որ ես ոնց որ Երևանում չէի աշխատում այլ ասենք Օձունում էի այդ մի ամիսը ու տենց մտածում էի որ հաստատ արժի ինչ որ կյանքի փուլում այդ երկարացնել ու դա մի ամսանոց ինչ որ բան չանել էլի հիմա այդ արդյունքում բանաձորն է բայց լոռիում էր այդ մարդկանց ոնց որ դա խորհուրդ կտայի մնացածին ինձ թվում է շատ անձնական որոշում է բայց եթե ոնց որ բանը հասել է նրան որ ոնց որ այդքան մտածում ես դրա մասին ուրեմն դու այդ ուզում ես ուղղակի ինչ որ տեսակի չեմ ուզում ընդհանրացնել բայց ինչ որ տեսակի վախ քեզ հետ է պահում ու այդ դեպքերում ոնց որ հաստատ ավելի լավ է փորձել այդ վախը հաղթահարել ու գնալ այն ճանապարհով որը քեզ մտածում ես լիքը դրական բաներ ա բերելու քան մնալ դրա մեջ ու հաստատ կասեի խորհրդի մասով մինչև տեղափոխվելը գտնել մի քանի հոգու այն տարածք որտեղ տեղափոխվում ես ու ծանոթանալ այդ մարդկանց հետ որ համ ավելի քիչ մենակ զգաս համ ոնց որ այդ մարդկանցից հենց այդ տարածքի մասին կոնկրետ բաներ իմանաս համ էլ բանա շատ դեպքերում տեղափոխությունը ենթադրում է քո շրջապատը թողնել գնալ դեպի ուրիշ շրջապատ այդ շրջապատը թողնելու process-ը մի քիչ բարդ process է որ լրիվ տենց բան չլինես էլի օդից մեկ էլ չհայտնվես ու միշտ հիշել որ Հայաստանը փոքր է եւ անկախ ամեն ինչից ամենտեղ հիմնականում հասանելի է իրոք փոքր է եւ դա գիտակցելը լիքը բան է փոխում ինչ Երևանը որտեղ օրինակ ինչն է հեռու որ ասենք ես այնքան լավ ոդքասթեր ունեմ սեյվ արած որ ժամանակ եմ փնտրում լսեմ նույնիսկ ինչ որտեղ կարոտում եմ որ ճանապարհ գնամ եւ հասցնեմ ինչ որ բան լսեմ դա վայելք է էլի դա հեռավորություն չի այսպես Թարմ ջան շնորհակալություն գիտես որ համայնք ստեղծելու փորձեր ենք անում ըստ այդմ այդ շրջանակներում եւ ոչ միայն կհանդիպենք կհանդիպենք Հա, եղավ Մարիսյան, շնորհակալություն ու քեզ լավ օր։ Քեզ էլ լավ օր մաղթում, շնորհակալություն։ Հաղորդման գործընկերն է Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։